Ռուսաստանը խստացնում է միգրացիոն քաղաքականությունը ոչ միայն աշխատանքի մեկնած միգրանտների, նաև նրանց ընտանիքի անդամների մուտքի պայմանները։ Մեկ ամիս մնացին, չգրանցվեցին, կարտաքսեն։ Բարձր լեգիտիմության գնահատական, թե բարի կամքի դրսևորում 53 կողմ 0 դեմ ձայներով Արամ Վարդևանյանը ընտրվեց ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբի է հասել, ընդդիմադիր խմբակցությունը պատրաստվում է վերահսկել պետական ծախսերը։ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուբեն Վարդանյանի կնոջը, հանդիպման առաջարկ արել։ Հայկական ձուկը հարևան երկրում կարող է արդյոք Վրաստանը փոխարինել Ռուսաստանին։ Նեթանյահուն մերժում է Գազայի հարցով Թրամփի առաջարկը։ Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել պետեկամուտների կոմիտեին։ Եվ 11 միլիոն եվրոյի կողոպուտը բացահայտվել է 11 տարի անց։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամի գլխավոր թողարկումն է։ Եվ այսպես հաշված օրեր անց Ռուսաստան գնալ-մնալն ավելի է դժվարանում նաև մեր հայրենակիցների համար։ Բանն այն է, որ Դաշնության միգրացիոն նոր կարգավորումներով, եթե նախատեսում եք մեկ ամիս և ավելի մնալ Ռուսաստանում, ապա պարտադիր պետք է հաշվառվեք, հակառակ պարագայում դեպորտը անխուսափելի է։ Ընդ որում այս կարգավորումը տարածվում է ոչ միայն արտագնա աշխատանքի մեկնողների, այլև նրանց ընտանիքի անդամների, նաև ուսանողների վրա։ Ինչով է սա պայմանավորված, ինչով են Մոսկվայում և մեր մոսկովյան տարածաշրջանում կիրառում և կգործարկվեն արդյոք այդ խստացումները ամբողջ Ռուսաստանի տարածքում, ժամի անդրադարձում։ Տիգրանը մերձ Մոսկվայում է աշխատում, ասում է հիմա հաշվառման ռեգիստրացիայի համար նոր կարգ են ներմուծում, ինչն ըստ նրա նոր դժվարություններ կստեղծի։ Դա հավելյալ բարդացնում է կյանքը ու ընդհանրապես այսօր Ռուսաստանում կյանքը շատ է բարդացել։ Ռեգիստրացիայի նոր կարգը կգործի այս տարվա սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում և Մոսկվայի մարզում։ 30 օրից ավելի ռուսական այդ տարածքներում մնալու դեպքում անհրաժեշտ կլինի ռեգիստրացիա անել Ամինա կոչվող հավելվածի միջոցով։ Հակառակ դեպքում կարտաքսեն, դեպորտ կանեն։ Այս կարգն ի դեպ գործում է 2025 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատելու նպատակով մուտք գործողների համար։ Հիմա 2026-ի սեպտեմբերի 1-ից այն կգործի ոչ միայն աշխատանքի մեկնող օտարերկրացիների, այլև ուսանողների և ԵԱՏՄ երկրներում աշխատողների ընտանիքի անդամների համար։ Այսինքն նրանք պետք է միգրացիոն հաշվառման կանգնեն այդ հավելվածի միջոցով իրենց իրական բնակության վայրում, պետությանը տեղյակ պահեն, որ եկել են աշխատելու նպատակով և ապրում են այդ հասցեում, գեոլոկացիայով հսկելու են, և եթե պարզվի, որ չեն ապրում այդ հասցեում, ապա կարտաքսեն։ Հավելվածի մասով կասեն, որ այն աշխատում է ինտերնետով ու երբ որ ինտերնետը գնա, ես չգիտեմ ոնց պետքա ցույց տան, ոնց աշխատելու կայքը։ Ասենք եթե ինտերնետը հենց այդ բան թռա, ես ասենք ինչ պետք է անեմ, չգիտեմ։ Կամ ասենք բեսպիլոտնիկի թռիչքի ժամանակ ասեն, որ ինտերնետը էլի անջատում է, ինչ պետք է անենք։ Բարբերաբար թարմացումներ չանելու պարագայում անձը կարող է հայտնվել վերահսկվող անձանց ռեեստրում եւ հետագայում կարող է նաև արտաքսվել։ Ոչ միշտ է, որ այն հասցեն, որտեղ նշում է միգրանտը, իրականում քարտեզի վրա ցույց է տալիս, այսինքն անպայման պետք է բացել այդ քարտեզը եւ տեղում նշել այն հասցեն, որտեղ բնակվելու եք։ Աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողներին մասնագետները զգուշացնում են, եթե նրանց բանկային քարտին մուտքագրվի աշխատանքային պայմանագրում նշված աշխատավարձից ավելի մեծ գումար, կամ նրանք խոշոր փոխանցումներ կատարեն այլ երկրներ, այդ թվում Հայաստան, ռուսական մարմինները կարող են պարզաբանում պահանջել այդ գումարների ծագման վերաբերյալ։ Օրինակ պայմանագրով եթե նախատեսված գումարից ավել գումարը փոխանցում հաշվին, դա էլ պետքա պարտադիր ցույց տրվի, թե մեզ որտեղից է հավելյալ եկամուտը։ Օրինակ, երբ որ բրիգադի հետ ենք աշխատում, ինձ օրինակ 2 հոգի գումար է տալիս, որպեսզի փոխանցեմ Հայաստան իրենց ընտանիքներին, դա ինչ քրեացին Այս խստացումներն ըստ մասնագետների ռուսական ուժայինները կապում են անվտանգային խնդիրների հետ, պարզաբանում են, թե պատերազմող երկիր ենք, ուժեղացնում ենք անվտանգությունը, եւ Ամինան, Ռուայդին, մյուս հարթակները անհրաժեշտ են օտարերկրացիների տվյալների հաշվառումը պարզեցնելու, նրանց գտնվելու օրինականությունը ստուգելու եւ անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար։ Եկող սեպտեմբերին սպասվող պիլոտային այս ծրագիրը նախատեսում են մինչև 2029 թվականը կիրառել Ռուսաստանով մեկ։ Այս տարվա ապրիլի տվյալներով ի դեպ ըստ մասնագետների շուրջ 20,000 Հայաստանի քաղաքացու համար սահմանվել է Ռուսաստան մուտքի առնվազն 5 տարվա արգելք։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։
9-րդ գումարման ազգային ժողովի նախագահության կազմը հաստատվեց, ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Արամ Վարդևանյանը 53 կողմ 0 դեմ ձայներով ընտրվեց փոխխոսնակի պաշտոնում։ Ընդդիմադիր թևից սա լեգիտիմության բարձր նշաձող են համարում, քանի որ Վարդևանյանին ընտրել են ոչ թե մեկ, այլ բոլոր խմբակցությունները, մինչդեռ իշխող ուժը, որ անհրաժեշտ 13 ձայն է ապահովել, պնդում է, սա ոչ թե պարտավորություն, այլ բարի կամքի դրսևորում էր, կարող էին եւ չընտրել Վարդևանյանին։ Նախորդ շաբաթավերջից նորընտիր խորհրդարանը կանգ է առել ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցի վրա։ Այս պաշտոնում ուժեղ Հայաստանից առաջադրված Արամ Վարդևանյանին падգամավորները ամենաշատ հարցերն ուղեցին, նրա թեկնածության մասին ամենաշատ ելույթներն ունեցան, համեմատած ինչպես ՔՊԱ-կան երկու փոխնախագահների, այնպես էլ նույնիսկ խորհրդարանի նախագահի ընտրության հետ։ Եվ ի վերջո որն է իշխող խմբակցության որոշումը, առանց ՔՊԻ-ի աջակցության ընդդիմության թեկնածուն դահլիճից նախագահություն չի կարողանա բարձրանալ։ Առնվազն 12 ձայն է պակասում։ Բացի այս, ընդդիմադիրներից Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանը շարունակում է մնալ տնային կալանքում։ Հետևապես քաղաքացիական պայմանագրից 13 падգամավորի կողմ քվեարկության կարիք կա, եւ չնայած պնդումներին, թե ընդդիմությանը հասնող փոխխոսնակը չընտրվի, քաղաքական ճգնաժամ չի առաջանա, իշխանությունն այնուամենայնիվ որոշում է աջակցել Վարդևանյանին կամ առնվազն չտապալել այս ընտրությունը։ Հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ 64 ՔՊԱ-ականից քվեարկության եկան հենց 13-ը, թե ինչ սկզբունքով էին խմբակցությունում որոշել ում ուղարկել ընտրության, Մանավազյանը փակագծերը չբացեց, պնդելով, թե կարևորը բացառապես քաղաքական որոշումն է աջակցելու ընդդիմության թեկնածուին։ Արդեն իսկ պարզ դարձած համամասնությամբ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած падգամավորների միաձայն ընտրությամբ Վարդևանյանը խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակն է։ Դահլիճից նախագահություն բարձրանում է առանց ծափահարությունների քաղաքական թիմակցի Էդգար Ղազարյանի հայտարարության ներքո։ Սա այս գումարման ազգային ժողովում առաջի դեպքն է, երբ ազգային ժողովի նախագահ կամ տեղակալ ընտրվում է ողջ ազգային ժողովի, այլ ոչ թե մեկ խմբակցության կողմից։ Ըստ էության սա լեգիտիմության ամենաբարձր աստիճանն է, որ ունի պարոն Վարդևանյանը նախագահ։ Ընդդիմադիր падգամավորի Բանաձևի հետ համաձայն չէ ազգային ժողովի նախագահը, Ռուբինյանը հակադարձում է։ Եվ սա ամենևին չի նշանակում, որ պարոն Վարդևանյանը ավելի կոնսենսուսային թեկնածու էր։ Սա ընդհանրապես նշանակում է, որ մեծամասնությունը համարել է, որ սահմանադրությամբ ամրագրված այն փաստը, որ ազգային ժողովի նախագահի տեղականներից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ, պետք է ապահովել անկախ մեր քաղաքական տարաձայնություններից։ Օրենսդրության նույն ամրագրմանը հղում անելով այն, որ սա այսպես թե այնպես ընդդիմության աթոռն է, Վարդևանյանն էլ իր հերթին պնդում է, այսպիսով ՔՊԻ-ի նկատմամբ որևէ պարտավորություն չի առնում իր ուսերին։ Նիստը վարելու տեսանկյունից շատ քիչ հավանական է, որ ես այն երբևէ իրացնեմ։ Իրապես քիչ հավանական եմ դա համարում։ Այո, չեմ կարծում։ Ես նկատել եմ միշտ, որ դրան շատ մեծ կարևորություն է միշտ տրվել քաղաքական իշխանության կողմից։ Կոնսենսուսային այս դեպքում իրապես միասնական որոշմամբ խորհրդարանն իր առաջին քվեարկությամբ հաստատեց ազգային ժողովում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նոր ազգային ժողովում կգործի նաև 12 մշտական հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրը նվազագույնը 8 անդամ պետք է ունենա, 5 ՔՊԱ-ական եւ ընդդիմության 3-ական ներկայացուցիչ, 2-ը ուժեղ Հայաստան եւ 1-ը Հայաստան խմբակցություններից։ Միայն Պաշտպանական հանձնաժողովի կազմում կլինեն 10 падգամավորներ, ինչ վերաբերում է մշտական հանձնաժողովների ղեկավարմանը, ապա 12-ից 8-ի պետաիրավական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության, պաշտպանության ու անվտանգության, եվրասիական ինտեգրման եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի հարցերով հանձնաժողովները կնախագահեն իշխանականները, 4-ը տարածքային կառավարման, ֆինանսավարկային, եվրոպական ինտեգրման եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովները, ընդդիմադիրները, առաջին 3-ը ուժեղ Հայաստան, վերջինը Հայաստան խմբակցություններից։ Նրանք կունենան նաև փոխնախագահների պորտֆելներ, ՔՊ-ն 7, ուժեղ Հայաստանը 4, Հայաստանը դարձյալ 1։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը Վերոնիկա Զոնաբենդին արտգործնախարարությունը հանդիպման առաջարկ է փոխանցել, ժամին հայտնել է արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ Զոնաբենդը արձագանքել էր վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, նշել մեջբերեմ. Ես լիովին կիսում եմ այս գնահատականը եւ ուրախ էի կարդալ այս տողերը, բայց կառավարությունից որևէ մեկը իմ հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությանն է անդրադարձել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում նա վերստին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։ Հուսով ենք, որ այժմ հրադադար կա, հրադադար, որը լավ է գործում։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր եւ մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին մենք հաշվի ենք առնում անվտանգության եւ տնտեսական ճարտարապետության հեռանկարը։ Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Հայկական ձուկը հարևան երկրում կարող է արդյոք Վրաստանը փոխարինել Ռուսաստանին։ Նեթանյահուն մերժում է Գազայի հարցով Թրամփի առաջարկը։ Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել պետեկամուտների կոմիտեին։ Եվ 11 միլիոն եվրոյի կողոպուտը բացահայտվել է 11 տարի անց։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը միջազգային լրահոսով։ Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը բանակցություններ չեն վարում եւ Թեհրանը չի պատրաստվում սկսել բանակցություններ այնքան ժամանակ, քանի դեռ Վաշինգտոնը խախտում է հունիսին ստորագրված ժամանակավոր համաձայնագիրը։ Նա նաեւ հայտարարել է, որ կողմերը հաղորդագրություններ են փոխանակում միջնորդների միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Axios-ին տված հարցազրույցում ստեղծված իրավիճակի մասին իր պարզաբանումն է ներկայացրել։ Մենք զուսպ ենք գործում, մենք նրանց հետ մասամբ ենք բանակցում, մենք պարզապես հետևում ենք Իրանին, հսկայական գնաճին եւ այն փաստին, որ նրանք փող չունեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտնել է, որ հանդիպել են գերագույն առաջնորդի հետ քննարկել հարցերի լայն շրջանակ։ Նրա խոսքով Մոջթաբա Խամենեին առողջական գերազանց վիճակում է եւ ներկայացրել է երկրի հետ կապված իրեն հուզող հարցերը։ Հիշեցնեմ, որ օրեր առաջ առաջին անգամ իրանական լրատվամիջոցները հրապարակեցին Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի նկարը։ Մինչև այն պահը, երբ փետրվարին ԱՄՆ-իսրայելական ուժերի հարձակման հետևանքով զոհվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, նրան փոխարինած որդին մինչև այսօր չէր երևացել հասարակության առաջ։ Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևը Իրանի սիրտը շահելու փորձեր է կատարում։ Նա X-ի իր էջում գրել է, թե երկու երկրների ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին եւ շնորհակալություն է հայտնել նախագահ Մասուդ Փեզեշքյանին Ադրբեջանին ուղղված խոսքերի համար։ Նա նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ֆոնին Ադրբեջանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կանգնած է իր եղբայր իրանցի ժողովրդի կողքին։ Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմի ժամանակ Ադրբեջանը զգալի օգնություն է ցուցաբերել Իրանին, բաց պահելով մատակարարման կարևոր երթուղիները եւ նպաստելով Ռուսաստանից օգնության տարանցմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ անընդունելի է Գազայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած 15 կետանոց ծրագիրը։ Նեթանյահուի խոսքով իսրայելական զորքերը Գազայից դուրս չեն գա, մինչև Համասը վերջնականապես չզինաթափվի։ Ավելի վաղ սակայն Համասը հայտարարել էր, որ ծանր սպառազինության հանձնումը կախված է իսրայելական ագրեսիայի դադարեցումից եւ Գազայից զորքերի դուրսբերումից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ըստ Axios-ի հրապարակման հանգիստ է վերաբերվում նրան, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է Գազայի ծրագիրը, նրա հայտարարությունը համարելով նախընտրական արշավի մի մաս։
Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ռազմական գործողության նպատակներին և պատրաստ է իրականացնել դրանք հիմնվելով Անկորիջի պայմանավորվածությունների վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայել Գալուզինը։ Հավատացած ենք, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորումը անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում դիվանագիտական ճանապարհով հնարավոր է լուծել, նշել է ռուս պաշտոնյան։ ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայում շուրջ 4,5 տարի տևող մարտական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 16,000 քաղաքացիական անձ, որոնց ճնշող մեծամասնությունը ուկրաինացիներ են։ Այս խնդրին է անդրադարձել նաև Հռոմի պապ Լևոն 14-րդը, կաթոլիկ եկեղեցու հովվապետը դիմելով հակամարտող կողմերին կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը, քանի որ դրա պատճառով թե Ուկրաինայում, թե Ռուսաստանում տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում և վիրավորվում։ Պոնտիֆիկոսը հատկապես կարևորել է քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումների անթույլատրելիությունը։ Ողբերգական դեպքերը բազմապատկվում են, պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում երեխաների շրջանում։ Սրտանց կոչ եմ անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և դադարեցնել պատերազմական գործողությունները։ Մինչև ծերացող երկրներում մտածում են ինչպես լուծել դեմոգրաֆիական խնդիրները, նպաստել ծնելիության բարձրացմանը, միջազգային գիտական ամսագրերից մեկում աղմկահարույց հոդված է լույս տեսնում այն մասին, որ բնակչության աճը վնասում է մոլորակի էկոհամակարգին, ավելին առաջարկում են բնակչության թիվը 8 միլիարդից հասցնել 4-ի։ Սա նշանակում է, որ երեխա չունենալ, որ էկոհամակարգը չտուժի, հարցնում են մասնագետները։ Բնական ռեսուրսների սպառում, կենսաբազմազանության կորուստ և խորացող կլիմայական ճգնաժամ։ Գիտնականները այս խնդիրների հիմնական պատճառներից են համարում նաև բնակչության աճը, առաջարկելով այն կրճատել կիսով չափ։ Միջազգային գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներն առաջարկում են կամավոր և ոչ հարկադրական ժողովրդագրական քաղաքականության միջոցով աշխարհի բնակչությունը աստիճանաբար հասցնել շուրջ 4 միլիարդի, որը կարող է նվազեցնել ռեսուրսների ծանրաբեռնվածությունն ու CO2-ի արտանետումները։ Բնապահպանները, սակայն, բնակչության թիվը երկրորդային գործոն են համարում, առաջնային դիտարկելով սպառման ծավալները, կիրառվող տեխնոլոգիաներն ու արդյունաբերական արտանետումները։ Նրանց գնահատմամբ, եթե վտանգավոր գործընթացները չկասեցվեն, կլիմայական բացասական հետևանքները կշարունակեն խորանալ։ Տեխնոլոգիաների այդ ճակերտավոր զարգացումը, երրորդ երկրներում հանքարդյունաբերության եւ այլ ուրեմն բաների զարգացումը, որոնք վնաս են տալիս շրջապատին, դա է վնաս տալիս մեզ։ Ռեսուրսների ուրեմն չափից դուրս օգտագործումը, բնական ռեսուրսների ունենք կլիմայական փոփոխություն, սրա մասին պիտի մտածենք։ Բնակչության կրճատման համաշխարհային նախաձեռնությունների համատեքստում փորձագետները նույնիսկ արհեստական հիվանդությունների ստեղծման մասին ենթադրություններն են հնչեցնում։ Առաջարկը սուր հարցեր է առաջացնում նաև բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Բնակչության կրճատման գաղափարի մեջ սոցիոլոգները ցեղասպանական տրամաբանության վտանգ են տեսնում, հատկապես եթե մոտեցումները փոխարինվեն հարկադրական մեխանիզմներով։ Միաժամանակ ժողովրդագրական անկումը ըստ նրանց կարող է հանգեցնել բնակչության ծերացման, աշխատուժի պակասի, կենսաթոշակային ու առողջապահական համակարգերի ծանրաբեռնվածության։ Որոշ էկո գիտնականներ ճակերտավոր առաջարկել են, որ էկո համակարգի հետ կապված բնակչությունը շատ է բարձրանում, դառնում 8 միլիարդից արկել 4 միլիարդ կեսը, դա նշանակում է վերացում։ Դե արդեն կապ չունեն ոչ գիտության հետ, դա տերորը։ Ասենք նման բանի հասնելու համար առնվազն համաշխարհային պատերազմ է պետք։ Գերշտայնը ասում էր երրորդ համաշխարհայինը չգիտեմ զենքերով կկռվեն, բայց որ չորրորդը եթե ըլնի չորրորդ համաշխարհային, ապա այդ կռիվը կլինի նետո աղեղով։ Բնակչության կրճատման կամ էկոլոգիական վտանգների վերաբերյալ սուր ձևակերպումները մարդկանց շրջանում կարող են առաջացնել ապագայի նկատմամբ տագնապ էկոլոգիական անհանգստություն կամ մեղավորության զգացում, հատկապես երեխա ունենալու որոշման համատեքստում, նկատում են հոգեբանները։ Ասում են, իրազեկվածության տարբեր մակարդակի պայմաններում հասարակությունների մեծ մասը դժվար թե պատրաստ լինի վերանայել ընտանեկան ծրագրերը հանուն ակնկալվող բնապահպանական արդյունքի։ Եթե օրինակ դպրոցում անընդհատ այդ առարկանությունությամբ եւ մարդկանց անընդհատ իրազեկվի, ինֆորմացվի, որ օրինակ ինչ-որ բաներ կարող են փրկել կամ կյանքը ավելի գեղեցիկ կարող է դառնալ, ավելի մարդասիրական մոտեցումներ քարոզվեն,
հնարավոր է, որ մարդիկ կարող են ինչ-որ մի բան անել հանել դրա։ Բնակչության թվի եւ բնապահպանական խնդիրների կապը շարունակում է մնալ մասնագիտական թեժ քննարկումների թեման։ Փորձագետները խնդիրը դիտարկում են բնապահպանական, սոցիալական եւ հոգեբանական տարբեր տեսանկյուններից, ընդգծելով, որ հնարավոր լուծումները պետք է հաշվի առնեն ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների եւ հասարակության շահերը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո Հայաստանը փորձում է ձկնամթերքի արտահանման նոր ուղղություն ձևավորել։ Վրաստանի հետ ձկնամթերքի մատակարարում սկսելու շուրջ բանակցությունները արդեն պատրաստ են, գրում են միջազգային լրատվամիջոցները։ Պաշտոնական տվյալներով միայն 2026-ի առաջին կիսամյակում Վրաստանը ներմուծել է 18 տոննա կենդանի ձուկ $543,800 արժողությամբ, որի 82%-ը մատակարարել է Հայաստանը։ Տնտեսագետները սակայն նշում են վրացական շուկան չի կարող փոխարինել ռուսականին, բայց կարող է Հայաստանի համար տարանցիկ հարթակ դառնալ։ Վրաստանը ասենք իր բնակչությամբ ենթադրենք թե իր սպառման ծավալները թող լինեն մի քիչ ավելի շատ, քան Հայաստանի ծավալներն են, բայց եթե մենք հաշվենք, որ 15-ից 20,000 տոննա ձուկ կա ջրավազաններում ներկա վիճակով եւ ելի դեռ կարող է ավելանալ, եթե իրենք վստահ լինեն, որ վաճառվում է, այդ աճը կշարունակվի, ապա այդպիսի քանակներ երբեք Վրաստանը չի կարող սպառել։ Բայց Վրաստանը կարող է միջնորդ հանդիսանալ, հնարավոր է, որ Վրաստանը նաեւ իր մեջ իր մտքում ունենա նույն կերպ հայկական ձկնամթերքի մի մասը էլի իր կողմից փորձի վաճառել Ռուսաստանին, կամ գուցե վաճառել Ադրբեջանին, կամ նաև Թուրքիային։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներանց։ Հայ առաքելական եկեղեցին դատի է տվել պետեկամուտների կոմիտեին եւ 11 միլիոն եվրոյի կողոպուտը բացահայտվել է 11 տարի անց։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Պահպանել հրդեհային անվտանգության կանոնները ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հրդեհների կանխարգելման հնարավոր աղետալի հետևանքներից խուսափելու նպատակով իրազեկման արշավներ է իրականացնում։ Հատկապես շոգ եւ քամոտ օրերին արգելվում է այրել չոր խոտածածկույթն ու կենցաղային աղբը, նետել չմարված ծխախոտի մնացորդները, խարույկներ վառել անտառային կամ բուսածածկ տարածքներում, իսկ եթե խարույկը վառվել է դրա համար նախատեսված վայրում, ապա հեռանալուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ այն լիովին մարված է։ Այսօր դերասան, շոումեն, սցենարիստ և պրոդյուսեր Հայաստանի վաստակավոր արտիստ Մկրտիչ Արզումանյանի 50-ամյա հոբելյանն է։ Սիրված դերասանը նկարահանվել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև Արմենիա հեռուստաընկերության բազմաթիվ նախագծերում, Կարգին հաղորդում, Կարգին սերիալ, Տնփեսա, Fake Mama և այլ հայտնի սիթքոմերում, որոնք դարձել են հայկական հեռուստատեսային կոմեդիայի ժանրի դասական օրինակներ։ Գյումրիից սերած արտիստը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում և թատերական բեմադրություններում։ 11 տարի անց բացահայտվել է 11 միլիոն եվրոյի գողությունը։ Ռուսաստանի իրավապահները Հայաստանին են արտահանձնել խարդախության մեջ մեղադրվող անձին, գործով այլ մեղադրյալներ էլ կան։ Իսկ հայ առաքելական եկեղեցին դատարան է մտել ընդդեմ ՊԵԿ-ի, պահանջում է անվավեր համարել մաքսային ստուգման ակտը, այսև օրվա այլ կարևորը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Պոլսո հայոց պատրիարքությունը դատապարտում է դատական այն գործընթացը, որով անցնում են ամենայն հայոց կաթողիկոսը և 6 սրբազանները։ Պատրիարքությունը հայտարարություն է տարածել, մասնավորապես նշելով, որ ցավն ավելի է խորանում, երբ անտեսված են Հայաստանի սահմանադրությամբ եկեղեցու առաքելությանը տրված երաշխիքները։ Հայ առաքելական եկեղեցին հայց է ներկայացրել պետական եկամուտների կոմիտեի դեմ, վիճարկելով մաքսային ստուգման ակտն ու բողոքարկման հանձնաժողովի որոշումը։ Եկեղեցին պահանջել է անվավեր ճանաչել ապրիլի 14-ի մաքսային ստուգման ակտը և դրան վերաբերող հունիսի 11-ի որոշումը։ Վարչական դատարանը հայցն ընդունել է վարույթ և որոշել գործը քննել գրավոր ընթացակարգով։ Ռուսաստանի իրավապահ մարմինները Հայաստանին են արտահանձնել խարդախության գործով ձերբակալված կասկածյալին, ով 11 տարի հետախուզվում էր։ Գործը վերաբերում է մոտ 11 միլիոն եվրոյի գողությանը, որը 2013 թվականին կատարել են Իրանի և Հայաստանի քաղաքացիները բանկի ղեկավարի և նրա տեղակալի հետ համաձայնությամբ։ Քննչական կոմիտեի տվյալներով հանցավոր խումբը կեղծ փաստաթղթերով է հափշտակել գումարը, գործով կա նաև փողերի լվացման մեղադրանք։
Անցնող տարվա 2026 թվականի առաջին կիսամյակում հունվարից հունիս ժամանակահատվածում մայրաքաղաքում տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար պարեկները կազմել են 17024 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10755-ով կամ շուրջ 172%-ով։ Արդարադատության նախարարությունն առաջարկել է փոխել ճանապարհային տույժերի բողոքարկման կարգը։ Բողոքն այլևս չի սառեցնի վարորդական իրավունքի կասեցումը, դրանից զրկումը եւ տուգանային միավորների կիրառումը։ Դրամական տուգանքի եւ միավորների համատեղ կիրառման դեպքում բողոքարկմամբ կկասեցվի միայն գումարի վճարումը։ Նախագիծը հանրային քննարկման փուլում կմնա մինչև օգոստոսի 25-ը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դրական է գնահատել սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողության առաջին շաբաթվա արդյունքները, ստուգելով 237 առաքիչի։ Սննդամթերք առաքող բոլոր ստուգված անձինք ունեցել են պահանջվող սանիտարական գրքույկները։ ՍԱԱՏՄ-ն հայտնել է, որ շարունակելու է վերահսկել առաքիչների բժշկական զննությունն ու սանիտարական գրքույկների առկայությունը։ Օգոստոսի 16-ին Աղավնաձոր բնակավայրում կնշվի խաղող օրհնեքի տոնը։ Գինեգործության եւ խաղողագործության հազարամյա պատմությամբ հայտնի Արենիում էլ 19-րդ անգամ կանցկացվի գինու փառատոնը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Թողարկման ավարտին օդերևութաբանական կանխատեսումներ, իսկ եղանակի տեսության հովանավորն է գերմանական Vaillant ապրանքանիշը, գերմանական որակի, առաջատար տեխնոլոգիաների եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Vaillant ձեր բնակարանի կայուն եղանակը։ Իսկ այժմ եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 19-ից 24, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 27-ից 32 աստիճան ջերմություն, Լոռիում կլինի 20-ից 24, Տավուշում 26-ից 30 աստիճան ջերմություն, Արարատում Մարմավիրում սպասվում է 30-ից 33, Սյունիքի Հովիտներում 29-ից 33 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում սպասվում է 23-ից 27 աստիճան։ Մայրաքաղաք Երևանում այս գիշեր սպասվում է 18-ից 20 աստիճան, ցերեկը կլինի 30-ից 32, իսկ երեկոյան ժամերին սպասվում է 23-ից 25 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։